Խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ գրանցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից շնորհավորանքներ է ստանում աշխարհի ամենատարբեր երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների կողմից։ Հայաստանի վարչապետին առաջինը շնորհավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետը երեք հեռախոսազրույցներ էր ունեցել նրա և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Արդեն այսօր Հայաստանի բարեկամ Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է համոզիչ հաղթանակի կապակցությամբ ու հույս հայտնել, որ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր կհաստատի։ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարելով, որ հենց հիմա է ժամանակը, որ Եվրոպական միությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին եւ անի ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը ավելի լավն է դարձել Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Վարչապետին շնորհավորել է նաև Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր շնորհավորանքում նշել է, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա։ Վարչապետին շնորհավորողների թվում է նաև Իսպանիայի վարչապետը, Ավստրիայի կանցլերը, Էստոնիայի ու Շվեդիայի վարչապետները, իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր շնորհավորանքում նշել է, որ Հայաստանն այս քվեարկությամբ հաստատեց իր Եվրոպամետ ուղղությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդոն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Մի խոսքով ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ ռազմավարական դաշնակիցն առ այս պահը լուռ է։ Կրեմլում առավոտից ինչ-որ ճնշումներ են կատարում, որոշակի դժգոհություններ հայտնում։ Ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկերներից վարչապետին շնորհավորել է միայն Ղազախստանի նախագահ Տոկաևը, իսկ Հասանվել Կարապետյանի մասնակցության համար միջնորդած Պուտինն առ այս պահը լուռ է։ Նրա խոսնակը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է ընտրախախտումների մասին հաղորդագրությունները։ Կրեմլից ամիս ու կես է ձայն չկա ընդդիմադիր ուժերի բաժանած ընտրակաշառքների մասին, իսկ հիմա, երբ որևէ դիտորդ չի արձանագրել այնպիսի խախտում, որը կազդեր ընտրությունների արդյունքների վրա, Կրեմլում ինչ-որ ուսումնասիրություններ են սկսել։ Զախարովան էլ հայտարարում է, թե իբրև ամբողջ ընտրարշավն անցել ընդդիմադիրների նկատմամբ խիստ հետապնդումների պայմաններում ու նորից ոչ մի խոսք այդ նույն ընդդիմադիրների բաժանած ընտրակաշառքների մասին։ Եթե Մոսկվայում նեղսրտել են, որ չեն արդարացել իրենց սպասելիքների իշխանության ձևավորման հարցում, կարող են մխիթարվել նրանով, որ խորհրդանում ընդդիմությունն իրենց ձայնն անպայման լսելի կդարձնի, իսկ շահերը Հայաստանի շահերից վեր դասելու համար մինչև վերջին ճիգը կպայքարի։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։